Եվ երրորդ հարցը վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Ես հարցում եի ուղարկել ՊԵԿ, ձեր տեղակալն էր պատասխանել, օրենքի վրա աղում էր կատարել, շնորհակալություն, բայց ինձ հետաքրքիր է, որովհետև կանխավճարներ միշտ էլ վճարում էին, ինչ էս երկիրը ստեղծվել է, այդ համակարգը գործում է, բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված չլինի։ Եկեք ընդունենք, որ ստեղ խորքային խնդիր կա։ Եվ այդ խնդիրն առաջացավ այն պահից, երբ Հայաստանն օրինակ կառավարությունը բաժնե մաս ունեցավ։ Թերևս այսքանը, հետո տեսեք, ես նախ չասեցի նրա մասին, որ տնտեսական աճը ամբողջությամբ էկզոգեն գործոններից է կախված, դրա մասին չնշեցի։ Մյուսը ասեցիք թիրախ, օրենքով սահմանված թիրախ, եւ ես սկսեմ այստեղից։ Իրականում օրենքով թիրախներ չեն սահմանում, պարոն Խաչատրյան։ Օրենքով կանխատեսում է իրականացում հարկային եկամուտների, որը դառնում է ծրագիր։ Իր որոշակի ռիսկերով։ Եկեք ընդունենք, որ հարկային եկամուտների հավաքագրումները միայն վարչարությունից կախված չեն եւ կա տնտեսություն, որը բազան է, որտեղից հավաքվում է։ Եվ բնական է, երբ որ մենք ասում ենք կա կանխատեսում, որի հիմքում ընկած ենթադրությունները այդ պահին հայտնի փոխվում են տարվա ընթացքում, այստեղ կառավարության գործը թափանցիկ եւ բաց ձևով մեկնաբանելն է, թե որոնք են այդ գործոնները, եւ ես նշեցի, որ տարվա ընթացքում մի քանի անգամ դեպի ներքև կանխատեսումների վերանայումներ են եղել։ Եվ հետեւաբար այս խնդիրը չկա։ Հիմա աճի տեսանկյունից երևի ավելի ճիշտ կլինի էկոնոմիկայի նախարարության հետ խոսակցություն ունի, բայց քանի որ ես ինքս զբաղվել եմ, ուղղակի կարճ ասեմ, որ տնտեսական, եթե ձեր ասածը տեղի ունենար, այսինքն միայն արտաքինից կախվածության խնդիր լիներ, ապա մեր տնտեսական աճի, օրինակ ներուժը, հնարավորությունները չէին աճի, եւ փաստացի տարբեր գնահատումներով արդեն 5%-ի շուրջ են հասել այն դեպքում, որ մինչեւ օրինակ 2022 թվականը 4-ի շուրջ էին, իսկ դա նշանակում է, որ նաև կառավարության գործողությունները բերել են նրան, որ հնարավոր է եղել այդ արտաքին հոսքերի ինչ-որ մասը վերածել հնարավորությունների եւ դրա արդյունքում նաև ներուժը բարձրացել է։ Հիմա գանք վարչարության խնդիր կա, դժգոհություն, միգուցե այստեղ փաղագծերը բացեք եւ կոնկրետ ասեք, թե ինչը նկատի ունեք, միգուցե դրվագային ինչ-որ օրինակներ են, բայց նշեմ այս տարվա մասին, օրինակ հունվար-ապրիլով ամփոփումներ ունենք եւ դրա մասին նույնիսկ այդտեղ գործարարների հետ հանդիպեցինք, գործարարները ինչ էին ասում, գործարարները ավելի շատ բողոքում էին պատմական կուտակված ինչ-որ խնդիրներից, որոնք քննչական կոմիտեում են, բայց երբ որ եկանք խոսելու կոնկրետ վարչարության արդյունքներից, մենք ցույց տվեցինք, որ ավելի քիչ տնտեսվարող ստուգելով մենք ավելի մեծ բացահայտումներ ենք իրականացնում։ Օրինակ այս տարի մոտավորապես 6000 տնտեսվարողի հարկ վճարողի ենք ստուգել մեր տարբեր գործիքներով, անցած տարվա 10-11 հազարի դիմաց, այն դեպքում, որ դրա արդյունքում բացահայտումները, առաջադրումները գումարների մեր հարկ վճարողներին 20%-ով աճել են։ Այսինքն այս տեսանկյունից մենք փորձում ենք ավելի քիչ անհանգստացնել վերլուծական գործիքներ զարգացնելով, բայց դժգոհություն եւ գոհունակությունը հարաբերական են, այսինքն ժամանակի ընթացքում դժգոհությունը հետ է քաշում, գոհունակությունն է ավելանում եւ այդ երևույթը կարծում եմ ցուցանիշներով հիմնավորվում է։ Ինչ վերաբերվում է տուգանքներին, բուն տուգանքների վիճակագրություն, հենց կոնկրետ տուգանքների մասին վիճակագրություն ձեռքի տակ չունեմ, բայց ունեմ մեր բոլոր վարչարական գործիքներով առաջադրումները, այսինքն կան դրանց մեջ կան եւ ակտեր կան եւ օրինակ ծանուցումներ, որոնք որ ճշտումներ են իրականացնում դրա արդյունքում եւ դրա պատկերը հետեւյալն է, օրինակ եթե 22 թվականին 76 միլիարդի առաջադրում ունենք, ապա 24 թվականին դա գրեթե կրկնապատկվել է 151 միլիարդ թիվ է հասել եւ այս տարի էլ նշեցի մենք եթե նայենք օրինակ մեր հունվար-ապրիլով դեռ ապրիլն ենք ամփոփել, այդտեղ էլ 18%-անոց աճել, այդտեղ ունենք այդ առաջադրումների եւ ձեր մյուս հարցը, որը վերաբերվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին, տեսեք 24 թվականի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
ունեցել է իրացումների նվազում 23 թվականի համեմատ, այդ պատճառով 25 թվականի վճարման ենթակա ռոյալթին ոնց որ նվազել է, եւ բացի այդ, քանի որ 24 թվականին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մասը առաջի եռամսյակում վերադարձվել է, այսինքն ավելի շատ է վճարվել կանխավճար, առաջի եռամսյակում վերադարձվել է, ինքը քանի որ մեծ հարկ վճարող է, այո, ինքը քանի որ մոտապես, եթե չեմ սխալվում, 21-22 միլիարդի մասին է խոսքը, մեկ անգամյա գործարքի արդյունքում վերադարձ է եղել, եւ այդ 21-22 միլիարդի պատճառով միանգամից ինքը դուրս է եկել այդ 1000 խոշորի հարկ վճարումների ցանկից, բայց դա դեռևս չի նշանակում, որ օրինակ հաջորդ եռամսյակին Զանգեզուրի բնազամտային կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշորի ցանկում։ Սա է եղել հիմնական պատճառը, հետեւաբար ձեր ասած մեկնաբանությունները այստեղ ավելի շատ երկրորդական բնույթ ունեն կրում։ Չէ, պարոն Հակոբյան, ձեր հետ համաձայն չեմ։ Բյուջեն հաստատվում է